Բոլորիդ բարի օր, հույսով եմ ձայնս լավ է լսվում, շատ երկար չի լինելու այս վիդեոն, ուղղակի տարբեր մենք եթերներ եք անում կարևոր թեմաների վրա, բայց այսպես ասած աչոտ, հաշվետվություն, հա, տենց են ասում, մենք առաջ շատ էինք անում, ինձ թվում էր ամեն ամիս մի անգամ գոնե մենք պատմում ենք ինչով ենք մենք զբաղված, դա շատ կարևոր է, քանի որ ամեն ամիս, ամեն օր, ամեն շաբաթ նոր հետևորդներ են մեզ վրա, այսպես ասած, գրվում, հետևում են մեր համացանցին եւ Telegram-յան ալիքում եւ YouTube-յան մեր էջում եւ իմջելս ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր նայելու են եւ Facebook-ով, հիմա այս ուղիղ եթերում կամ էլ երեկոյան եւ նրանց, ովքեր նայում են YouTube-յան ալիքով, ես այս վերջի եթերների տակ այնքան լավ գրառումներ եմ կարդացել, որ այնպես ասած տրամադրությունս 5 անգամ ավելի շատ բարձրացավ։ Առանց այն լավ է, բայց երբ դու տենում ես, որ 500, 800, 1000 կոմենտներ են գրում 2, 3, 5 օրում YouTube-ում, սա շատ մեծ արդյունք է, սա շատ ուրախանալի փաստ է ինձ համար, ուրախալի փաստ է եւ ես շնորհակալ եմ դրա համար ձեզ բոլորիդ։ Ու դորից եմ կրկնում, որ YouTube-ում լինի 500, լինի 700 գրառում, լինի 1000 գրառում, ես ուշադիր սաղ նայում եմ գրառումները եւ բարի խոսքերի համար շատ շնորհակալ եմ։ Բարի օր բոլոր նրանց, ովքեր մտնում են Facebook-յան էջս, Աշոտ, բարև ձեզ, Սիլվա ջան, բարև ձեզ։ Մի փոքր պատմեմ ինչով ենք մենք հիմա զբաղված եւ որն է մեր պլանները, մեր էջի նպատակները դրանց համար, ովքեր այսպես ասած ոչ թե 5-6 տարի հետևում են, այլ օրինակ մի ամիս առաջ են մեզ վրա, հա, պատվիսկ է եղել կամ 2 ամիս առաջ, իրանց համար է սկզբից այս եթերը, այս վիդեոն։ Ուրեմն հիշեցնեմ, որ մենք 6 տարվա ընթացքում աշխատում ենք, որպեսզի մեր սյուժեներում, մեր համացանցում միշտ մենք խոսանք մարդկանց հետ, մանավանդ Ռուսաստանի հայերի հետ, Թուրքիա հայերի հետ, որ իրանք շատ հեշտ գան ու Հայաստանում ավանդ բացեն, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար։ Մենք արել ենք մեծ աշխատանք եւ շարունակում ենք այդ աշխատանքը ձեզ հետ միասին։ Նորից եմ կրկնում, ահագին մարդ շնորհիվ մեզ ձեզ հետ միասին ավանդ է բացել Հայաստանի Հանրապետությունում մեր բանկերում եւ պատկերացրել եք, որ այդ գումարները բերել եմ ես ձեզ հետ միասին Հայաստան, այսինքն լինի դա $20,000, լինի դա $10,000, լինի $5,000, այդ գումարները ողջունում եմ Տերեզա ջան, բերել եմ, բացել են որպես ավանդ Հայաստանում եւ այդ ավանդը, հա, այսպես ասած, կարա նույն հայկական բանկը որպես արդեն կրեդիտ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այնպես որ առաջի կետը դա է, որ մեծ աշխատանք հետ մենք անում եւ մենք պետք է շարունակենք։ Ես դիմում եմ իմ հետևորդներից, որ ոնց կա տենց էլ կարակ ասեք, տեսեք 6 տարվա ընթացքում ես ասեցի, որ դրամը շատ հստակ մենք կարանք հավատանք դրամին, քանի որ մանավանդ եթե մենք դրամով ենք ծախսերանում Հայաստանում կամ էլ շարժում ենք Հայաստանի տարածքով կամ էլ թռնում ենք ուրիշ երկիր, մենք մեկա դրամն ենք ծախսում, որպեսզի հյուրանոցի գումարը տակ, տոմսի գումարը տակ, տաքսու գումարը եւ այլն այլն։ Դրամը մնում է ինձ համար ամենալավ, այսպես ասած, դրամային ավանդները ամենալավը, քանի որ առաջինը հիշեցնեմ, որ 10.5% դուք կարաք ստանաք որպես, հա, օգուտ, եթե դուք օրինակ դնում եք $10,000 դրամով, դուք 10.5% տարվա ընթացքում ստանում եք։ Ձեր աշխատած գումարից 10%-ը վերցնում է պետություն։ Այսինքն, եթե դուք որպես տոկոս ստացել եք 1 միլիոն դրամ, 100,000 դրամ դա նալոգ է, բանկը տալիս է պետությանը, բոլորն է տենց անում, այնպես որ բացի դրանից, որ դուք եթե ավանդ եք բացում Հայաստանում, դուք բացի դրանից, որ օգնում եք բանկային համակարգին եւ Հայաստանին, որպեսզի իրանք կարան ուրիշներին կրեդիտ տան, բացի դրանից դուք փաստորեն, եթե 1 միլիոն դրամ եք աշխատել, 100,000-ը գնում է պետությանը, դա շատ լավ է, քանի որ նույնիսկ եմ ասում 10.5%-ը դրամի վրա, որը շատ ուժեղ փող է եւ ինձ թվում է ոչ մեկ չի կասկածում դրա մեջ, դա շատ լավ ստաբիլն է, հա, այսպես ասած աշխատավարձ է, այտենց կասեի, քանի որ դա пассив աշխատավարձ է, հա։ Դա այդ տեսակետից մենք ինձ թվում է շատ հաջող աշխատանք տարանք եւ ես ուրախ եմ բոլորիս համար։ Շարունակեմ, ասեմ, որ մենք դուք գիտեք հարգելի բարեկամներ, որ մենք այս դրությամբ օգնել ենք 1505 ընտանիքի Հայաստանի տարածքում, դրանք վերավորներն են, զոհված ընտանիքները, անհայտ կորած, տարբեր այսպես ասած վիճակներ ա եղել, որտեղ մենք օգնել ենք հետևորդների հետ միասին, կապ չունի ով է ինչքան օգնել, բոլորը մեզ համար հավասար են եւ հիշեցնեմ, որ հունիսից 2022 թվականից, այսինքն համարյա 3 տարի, հունիսում 3 տարի է լինելու, որ մեր համացանցում մենք
ոչ մի գումար չեք հավաքում, լինի դա հիվանդ երեխա, լինի զոհված ընտանիք, 3 տարի իմ էջերում ես արգելել եմ ինչ որ գումարներ հավաքվի եւ մենք չենք հավաքում ոչ մի գումար, հունիսում կլինի արդեն 3 տարի, մնաց 3 ամիս, որ լինի 3 տարի, որ ընդհանրապես մի կոպեկ մենք չենք հավաքում, մենք չենք դնում շոտը, ասում ենք փող ենք հավաքում եւ դա շատ կարևոր է իմանալ եւ ես ուրախ եմ որ ոչ մի գումարներ մենք չենք հավաքում, քանի որ ցավոք սրտի երբ դու օգնում ես 5-10 ընտանիքին, ցավոք սրտի նախանձ մարդիկ, մանավանդ տղամարդիկ, մեզ ունեք ահագին տղա, ովքեր եւ աշխատանք ունեն, եւ տուն ունեն, եւ ընտանիք ունեն, եւ երեխա ունեն, բայց չգիտես ինչի իրանց տան մեջ նստած, նախանձում են, ուրիշի փողերն են հաշվում, իրանց համար հեքիաթներ են հորինում, երբ ես միշտ ասում եի, որ տղերքը տղամարդիկ ավելի նախանձ են, քան թե կանայք, ցավոք սրտի դա փաստ է։ Եվ որբեզի այդ տղամարդիկ չմեռնեն նախանձությունից, չբամբասեն, ես ուրախ եմ, որ մենք 3 տարի համարյա փող չենք հավաքում։ Մի կողմից մենք ստացվում է օգնում ենք վերավոր ընտանիքներին, հա, այսինքն մենք պետք է հասկանանք, որ բոլորը պետք է ուրախանան, որ մենք ինչ որ մի վիրավոր ընտանիքի կամ զոհված ընտանիքի օգնում ենք, բայց ոչ, իրականությունն է, որ 98%-ը տղամարդկանց մանավանդ նախանձում են, որ մենք հնարավորություն ունենք ինչ որ մեկին օգնենք։ Այդ կապակցությամբ, այդ պատճառով ես ճիշտ եմ համարում, որ մենք համարյա արդեն 3 տարի չեք օգտագործում այդ այսպես ասած հնարավորությունը, առանց դրա էլ այս դրությամբ 1000 շնորհակալ եմ Ասա ջան 1500 համարյա 5 ընտանիք է օգնել եք եւ այդ ընտանիքներից մոտ 100 ընտանիք գրած է մոտ 100 ընտանիք օգնել եք 2-ից մինչեւ 16 անգամ կապ չունի որ 3 տարի մենք չենք հավաքում ոչ մի գումարներ ելի մենք եթե հնարավորություն ունենք մենք աշխատում ենք օգնենք տարբեր մարդկանց օրինակ հիմա մենք փետրվար ամսում օգնել ենք Արմեն Օրձյանին որը ապրում է Թավուշի մարզում, Սամանամերձ գյուղերում, շատ հոյակապ մի հատ անձնավորություն է, ով կայնած էր այսքան տարի մեր սահմանում, իրան ահագին երեխեք ունի, ցավոք սրտի ինքը հիմա հիվանդ է, վերականգնում է, բայց հույս ունեմ դա կլինի ավելի, այսպես ասած, տեմպերով, քանի որ շատ ծանր իր վիճակը ծանր է եղել, ինքը ինսուլտ է ստացել, բայց իր խոսքերով ինքը վերականգնում է եւ հույս ունենք, որ այդ իր այսպես ասած այն խնդիրները, որը ունեցել անցած տարի, դա կանցնի այդ խնդիրները։ Մենք կշարունակենք իրան օգնել, մեր հետևորդները, օրինակ Արփեն Պետրոսյանը եւ մեր Ամերիկայից մեր հետևորդը իրան նապրիմոյ փող են ուղարկել եւ այդ ուղիղ օգնությունը մենք անում ենք այս 3 տարի, երբ մի հետևորդը տալիս է, հա, այդ հետևորդին կամ այդ հետևորդներին։ Ես ուզում եմ նաև ասել, որ ամեն ամիս մենք շարունակում ենք աշխատել, որ այն ինչ կատարում է մարզերում, դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, լույս, ինչ կառուցվում է, աշխատում ենք մեր հնարավորությունը ինչքան կա, ցույց տանք, իմիջիայլոց ասեմ, որ մենք կարանք օրը, ցույց տանք 20-25 սյուժե, որ պատկերացրեք, այնքան բաներ է կառուցում Հայաստանում, որ այսօր ինձ հնարավորություն ունեմ օրը ցույց տամ 25 հատ սյուժե, 25 դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջրամբար եւ այլն, հա, 25, բայց քանի որ ես ամիսը հնարավորություն ունեմ օգտագործեմ 48 սյուժե, մոտավորապես 48 սյուժե ենք մենք գցում, բացի նյութերից, բացի ուղիղ եթերներից, 48 պատրաստ սյուժե, 24-ը առավոտյան, 24-ը երեկոյան, կամ ցերեկային ենք գցում, կամ գիշերային, եւ դա շատ է օգնում մարզերի բնակիչներին, ովքեր պատկերացրեք Արագազոտի մարզում, ահագին ինձ հետևորդ ունեմ, որ նայել է այս 3 ամսում ինչ է կատարվել Արագազոտի մարզում եւ ասում են, մենք չենք պատկերացրել, որ մեր հարևան գյուղերում կամ քաղաքներում այսքան բաներ է կառուցվում։ Այսինքն նույն Արագազոտնի մարզի բնակիչը նայելով իմ էջում ինչքան բաներ է կառուցվում, այսքան հա սյուժեներ, ինքը ուրիշ ձև է նայում իր մարզի վրա եւ սփյուռքահայերը, ովքեր նայում են այդ սյուժեները, իրանք ընդհանրապես փոխում են իրանց կարծիքը եւ արդեն չես կարա իրանց ասես Հայաստանում ոչ մի բան չի կառուցվում, Հայաստանում ամեն ինչ վատ է, մեր աշխատանքը խոշոր աշխատանք է եւ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ, քանի որ դուք միշտ այդ սյուժեներով կիսվում եք Եվ պատկերացրեք ամեն անգամ, երբ դուք կիսվում եք այդ սյուժեներով, այդ սյուժեն նայում են սփյուռքահայերը, Հայաստանի հայերը, եւ պատկերացրեք իրանց մեջ արդեն կա մի հատ sense ուժ, որը ոչ մեկ չի կարա հաղթի, ոչ մեկ չի կարա գնա այդ մարդու հոգու մեջ մտնի, սրտի մեջ, ասա, չէ ոչ իման չի կարծել, երբ մարդ նայում է ինչքան բաներ է կառուցում, այո, դա ցույց է տալիս եւ մեկը դա ցույց է տալիս վարչապետն է իր էջից ցույց տալիս, բայց այն որ մենք տարածում ենք ձեզ հետ միասին, քանի որ տեսեք ես
երբ մեր մարդիկ ասում են ռոմանը չէ, ռոմանի հետևորդները ուժը իրանց մեջն է, իրանց ձեռն է, ձեր ձեռն է, եւ ես սրտանց ուզում եմ իսկապես շնորհակալություն հայտնեմ բոլորին, ովքեր այսքան կիսվում են։ Օրինակ մեր վերջի եթերներից մեկը չէ, Էդվին Մարտիրոսյանի հետ եթերը այս դրությամբ 2-3 օրում, պատկերացրեք 2-3 օրում մոտ արդեն գալիս է հասնի 40,000 պրասմոտր։ Մենակ Facebook-յան էջում 3 եղել է 35,000 երեկոյան, ոչ մի այսօր վաղը հասնելու է 40,000 պրասմոտր։ Մենակ Facebook-յան մի հատ էջում։ Էլ չեմ ասում վիդեո ալիքներում, հա, օրինակ Armlog-ում էլի։ Այսինքն եթե 2-3 օրում մենակ Էդվինի հետ այդ հարցազրույցը, որտեղ մենք շատ կարևոր բաների մասին ենք խոսացել, 60,000 պրասմոտր, 70,000 պրասմոտր YouTube-ում եւ Facebook-ում հավաքել է, 60,000 պրասմոտրը դա 70,000 մարդ է նայել, այսինքն կա պրասմոտրները, որ 2 հոգի են նայում, հա։ Ու սա շատ մեծ արդյունք է, եթե 70,000 մի հատ եթեր նայել են 70,000 մարդ, հասարակ եթեր, հա, հիմա չկա տենց միտինգներ կամ աստված ոչ անի պատերազմ, որ ավելի շատ մարդ մեզ նայեն։ Սա շատ լավ արդյունք է, քանի որ եթե մենք վերցնենք, որ հայ ազգը 3 միլիոն 100,000 Հայաստանում է եւ մոտ 11 միլիոն աշխարհում, դա շատ լավ արդյունք է 2-3 օրվա համար եւ այդ եթերները տարբեր եթերներ են, մեկը շատ են նայում, մեկը մի քիչ ավելի շատ, մեկը մի քիչ ավելի նայած ով է խոսում, ինչի մասին է խոսում, ինչ է կատարում երկում։ Այնպես որ այո, սյուժեները դա շատ մեծ աշխատանք է, շատ մեծ օգուտ է բերում Հայաստանին եւ ասեմ որ նաև դա դուխ է տալիս այն մարդկանց ովքեր ապրում են այդ քաղաքներում կամ այդ գյուղերում, երբ իրանք էլ են տենում, լսում են, օրինակ մարդ կա որ գյուղում ապրում է, բայց չի իմանում իր դպրոցի վրա ինչքան գումար է ծախսվել, եւ երբ այդ մարդը տենում է այդ սյուժեն, որ այսքան գումար է ծախսվել, ինչի համար է դա սարքվել, ինչ կյանքի որակը ոնց է բարձրացնում, ինչն է կոնկրետ, հա, ավելացնում մեր կյանքի մեջ, ինքը ավելի լավ է հասկանում ինչ է ընդհանրապես կայանում եւ ինչ է կատարվում ներողություն իր գյուղում կամ էլ իր քաղաքում։ Մենք կշարունակենք այդ աշխատանքը, ասեմ որ հիմա մենք ցույց ենք տալիս Արագազոտնի մարզը, բայց մենք հիմա պատրաստում ենք նորից վերադառնանք Արարատի մարզը, քանի որ Արարատի մարզում մենք ցույց ենք տվել Արտաշատ համայնքը եւ Արարատի համայնքը, բայց հիմա մենք ցույց ենք տալիս ոչ թե ռոմանին սյուժեներում, կոնկրետ եթե մարզերն եմ ես նկարում, հա, այդ առավոտյան սյուժեները մենք ցույց ենք տալիս այն հայերին եւ հայուհիներին, ովքեր ապրում են այդ մարզերում եւ իրանք խոսում են կադրի մեջ։ Ղափանին մեծ բարևներ եմ ուղարկում, Ղափանից էլ ունեք մեզ հետևորդ, ովքեր մեզ նայում են, մեծ բարևներ ձեզ։ Հա։ Եվ հույսով եմ, որ այս աշխատանքը ձեզ էլ է դուր գալիս եւ ձեզ էլ է ավելի շատ բան բացատրում, ինչա կատարում ուրիշ մարզում։ Օրինակ մեր Ղափանից հետևորդը, մեր հարգելի ընտանիքը Արշալույսը, երբ ինքը Ղափանում նստած իմ էջում ամեն օր 2-3 սյուժե է տենում տարբեր ուրիշ մարզերին, ինքը հասկանում է, որ ոչ թե մենակ Ղափանում է ահագին փող ծախսվում, իսկ ես հիշեցնեմ, որ Ղափանում գումարները ծախսում են մեր բնակիչները եւ Սյունիքի բնակիչները եւ Ղափանի եւ Հայաստանի Ղափանի ծախսերը, բոլոր ծախսերը դա պետական ծախսեր է։ Լինի դա համայնքի գումարը, քանի որ կներեք համայնքը, եթե նալոգ է հավաքում խանութից կամ հյուրանոցից, դա Ղափանի գումարը չէ, դա սաղ պետական պետության գումարներն է։ Հա, եւ այո, Ղափանը ծախսելով Ղափանի գումարները եւ բյուջեի գումարները ծախսում է Հայաստանի Հանրապետության բյուջեի գումարները։ Այնպես որ ուզում եմ ասեմ նաև շատ կարևոր է տեսնել ինչ է կատարում Վայոց ձորում, Արարատի մարզում, Արմավիրի մարզում եւ այլն, հա, եւ մենք կշարունակենք ապրիլ ամսում ցույց տալ բանը Արարատի մարզը, նաև ես երեկոյան սյուժեներ կնկարեմ նաև Երևանում, քանի որ Երևանը շատ քիչ ենք ցույց տալիս ու հույսով եմ այդ սյուժեներն էլ կնի շատ հետաքրքիր։ Հիշեցնեմ մեր հետևորդներին նաև, որ մենք շարունակում ենք ցույց տալ տարբեր երկրներ, որը շատ կարևոր է։ Տարբեր երկրներում ապրում են հայ համայնքի ներկայացուցիչները։ Մենք հիմա ֆիլմ ենք նկարում 20 հայ 20 երկրում, ովքեր շատ են սիրում Հայաստանը, գալիս են Հայաստան, հայրենասերեն ինչ են մտածում Հայաստանի մասին։ Արդեն մենք Դուբայից ցույց տվեցինք մեր հարգելի եւ սիրելի հարգված մի հատ հայրենասեր աղջիկ Շող Մովսեսյանը, առաջինը ինքն է, Իորդանիան ներկայացնում է մեր հարգելի Անդրանիկը, Կատարը ներկայացնում է մեր Արսենը, մեր լավ ջիգարիկ Արսենը, իր վիդեոն առանձին նկարված է եւ ինքը ներկայացնում է Կատարը։ Հիմա ես կշարունակեմ տարբեր երկրներ նկարել, որպեսզի տարվա ընթացքում մենք նկարենք 20 հոգի, 20 տարբեր
երկրից եւ նաեւ պատմենք ինչի եկեղեցիներ կա, ինչա կատարում այդ երկրում, տարբերությունը, գնային տարբերությունը Հայաստանի Հանրապետության բնակիչները, ես առանձին վիդեոներ եմ նկարում ցույց տալիս, ինչով է տարբերվում Հայաստանում սննդի գինը իրանց սննդի գնից, երբ Հայաստանի Հանրապետության բնակիչը նայում է եւ հասկանում է, որ իրանց սնունդը մեզնից հասնած էժան չի, ես ինչքան նկարել եմ Քաթարում, Հայաստանում, կներեք Յորդանիայում եւ Դուբայում մեծ մասը սնունդը ավելի թանկ էր, քան թե Հայաստանում, բայց նենց չի, որ օրինակ Յորդանիայում այո աշխատավարձը կա մի մասը պետության, որ լավ է ստանում աշխատավարձը, բայց մի մասը $500 է ստանում տարին, մի մասն էլ вообще աշխատանք չունի, շատ վատ են ապրում, ես Յորդանիայում օրինակ Ամանում 5 միլիոն է ապրում, կարող է 1 միլիոն մարդ լավ ապրում, բայց 4 միլիոնը շատ վատ են ապրում, ես ահագին կվարտալներ եմ տեսել, շատ վատ են ապրում այդ մարդիկ, շատ վատ հագնված են, հա մանավանդ հիմա երբ Իսրայելում պատերազմ է գնում, իրանց տուրիստներ չունեն եւ հիմա շատ դժվար է Յորդանիայում կոնկրետ հյուրանոցների եւ այդ տուրիզմի համար։ Այդ տենց եւ նաեւ հիշեցնեմ, որ ուրիշ երկրներում մենք հանդիպում ենք հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր կարան մեզ հետաքրքիր տեղեկություններ տան, որը Ղարաբաղյան կլանի մասին է, Քոչարյանի մասին է եւ այլն եւ դա ենք մենք կուտակում այդ ինֆորմացիան, որը կարող է մեզ լինի օգտակար, որպեսզի մենք մեր նյութերում դրա մասին գրենք։ Ուզում եմ հիշեցնեմ, որ այս տարի մենք բոլորս ովքեր չի աշխատում, բայց ինչ որ նալոգամուծում կամ էլ ինչ որ գումար աշխատում է Հայաստանի տարածքում, պետքա հայերեն չեմ հիշում ոնց է, на русском заполнить декларацию, да, налоговую декларацию, այսինքն даже եթե դուք չեք աշխատում, բայց ինչ որ փող եք աշխատում Հայաստանում կամ էլ նալոգ եք մուծում, պետքա դա լրացնեք։ Մինչև նոյեմբերի 1-ը պետքա դա լրացնվի, հետագծել եմ, բայց օրինակ իմ մոտ խնդիր կա, ես նալոգներ եմ մուծում ամեն ամիս, 2 հատ նալոգ եմ մուծում, դրա մասին պետքա գրեմ ու հիմի sense իրավիճակա, որ դու չես կարա հեռախոսից, այսինքն դու սկզբից պետքա ID card ստանաս, պետքա հեռախոսդ մտնես եւ գրվես, Даже եթե դու հիմա գրվում ես սայթում, դու կարաս ID card-ը Երևանում ստանաս սեպտեմբեր ամսում կամ էլ օգոստոս ամսում, եթե չեմ սխալվում, մին 5-6 ամսից հետո, այսինքն այնքան է մեծ այդ բանը, հա, օչերդը։ Բայց դա էլ չի հնարավոր, քանի որ եթե դու հեռախոսից ուզում ես օրը վերցնես, հեռախոսից դա չի ստացվում։ Ինքը հեռախոսից պահանջում է բան ներքին գործերի սայթը շատ վատ է աշխատում։ Ինքը պահանջում է ձեր պասպորտի դանեքը, ինքը պահանջում է email-ը, ուղարկում է email-ի վրա կոդը, բայց ինքը շպրտում է edge-ից եւ դու չես կարող այդ կոդը հավաքես, որպեսզի օրը հա վերցնես։ Ասում են, որ դուք կարաք դա անեք կոմպյուտերից կամ էլ ինտերնետ կաֆեից, այսինքն ինձ չունեմ ոչ մի կոմպյուտեր, պետք է գնամ ինտերնետ կաֆեում ես գրվեմ ու օրը լինելու է դա օգոստոս կամ էլ սեպտեմբեր, ոչ շուտ, սա հայտարարություն է, բայց կա ուրիշ հնարավորություն, ասում են, որ մարզերում չկա տենց բան, այսինքն մարզերում դու գալիս ես պասպորտն ստով ու ID card-ը կարաս օչերեդում գրվես ու ստանաս, այսինքն շնորհակալ ենք Ելենա ջան, պասպորտն ստովում, եթե գնում եք մարզեր եւ երևի ես էլ տենց անեմ, գնամ մարզեր եւ մարզերում այդ ID card-ը ստանամ, եթե Երևանում այդ ձևի դժվարություն կա եւ իմիջիայլուց ես ուզում եմ դիմեմ այն մարդկանց, ովքեր աշխատում են ներքին գործերի նախարարությունում, սա շատ ցավալի փաստ է, որ այսքան փող ենք ծախսել այս սայթի վրա, ներքին գործերի սայթի վրա, ու այդ սայթը մինչ հիմա չի աշխատում, այսինքն նորից եմ կարկանում, մարդիկ չեն կարող գրվեն տելեֆոնից, հա, հեռախոսից, ու մարդկանց ասում են գնացեք կոմպյուտերով դա արեք, դա շատ վատ է, բայց ինչ արած, ունենք այն, ինչ ունենք։ Շարունակեմ, ինձ հարցեր են տալիս YouTube-ում, Ռոման ջան, դուք մուծում եք նալոգները ձեր եթերների համար, ես մի քանի անգամ պատմեցի, նորից պատմեմ, ոչ մի գումար ես չեմ աշխատել Հայաստանի Հանրապետությունում, ոչ մի YouTube-յան ալիքում, ոչ մի Facebook-յան ալիքում, ոչ TikTok-ի ալիքում, ինձ ոչ մի նալոգ պետք չի մուծել, քանի որ ես ոչ մի կոպեկ, մի հատ դրամ, մի հատ դոլար չեմ աշխատել, ոչ վերջի 5 տարին, ոչ վերջի 7 տարին, դա անում են դրանք, ովքեր YouTube-յան ալիքից փող են աշխատում, այսպես ասած ռուսերեն ասում են մոնետիզացիա, հա, այսինքն երբ դու եթեր ես ցույց տալիս YouTube-ում, YouTube-ը քեզ քո քարտիդ վրա գումար է գցում եւ դու պետք է այդ գումարից նալոգ տաս պետությանը։ Ինչ չունեմ այդ ձևի աշխատանք, ես նորից եմ կրկնում,
իմ հայկական եւ ռուսական քարտի վրա մի դրամ ոչ TikTok-ից, ոչ YouTube-ից, ոչ ընդհանրապես ինչ որ համացանցից եկած չկա եւ նալոգովեն դա տենում է եւ ոչ մի հարց չունի իմ հանդեպ, քանի որ մի դրամ ես աշխատած չկամ, այնպես որ ոչ մի հարց չունի։ Դա աշխատում են այն մարդիկ, ովքեր աշխատում են, ես իմիջիալից ուրախ եմ, ովքեր իմ եթերներս գցում է իր վիդեո ալիքները եւ ինձ հետաքրքիր չէ ինչ է աշխատում, այն արդեն որ իրանք գցում են իմ եթերներս, իրանց ալիքները, իրանց մեծ շնորհակալություն դրա համար։ Facebook-ում ոչ մի գումար մենք չենք ստանում եւ նորից եմ կրկնում, այդ գումարները սա գալիս է քարտի վրա, այսինքն հայկական քարտի վրա պետքա գա կամ էլ ռուսական քարտի, բայց ռուսական քարտերը Ուկրաինայում որ պատերազմը սկսել, իրանք вообще անջատված են շիֆթից, հա, եւ ընդհանրապես Ռուսաստանի տարածքում ոչ մի գումար չի ստանում ոչ մեկ YouTube-ից, այնպես որ կոնկրետ Ռուսաստանի քարտերում вообще հնարավոր չլինի այդ ձևի գումար, հայկական քարտի վրա ոչ մի գումար չի եկել, այնպես որ ոչ մի աշխատանք ինչ չունեմ։ Ինչ մնաց Հայաստանի Հանրապետության տարածքում գովազդի գումար աշխատեմ, ես մի կոպեկ, մի դրամ, մի դոլար ինձ կյանքում ոչ մի բիզնեսմեն, ոչ մի հյուրանոց չի տվել գովազդի համար եւ այն ամեն ինչը մենք ցույց ենք տալիս իմ էջում, լինի դա հյուրանոց, լինի դա խանութ, լինի դա սուպերմարկետ, լինի դա սնունդ, դա անում եմ անվճար, ես կյանքում մի դրամ ոչ մեկից չեմ վերցրել, այնպես որ ոչ մի նալոգ ինձ պետք չի մուծեմ, քանի որ նալոգը մուծում ես, եթե դու գովազդի համար փող ես աշխատում, բայց եթե ես մի դրամ չեմ աշխատել, ես ոնց կարամ նալոգի գումար տամ, հա։ Ուղիղ օգնությունը, որը տալիս են մեր հետևորդները, 99% այդ ուղիղ օգնության մարդիկ իրանց քարտից գցում են վերավորի քարտը կամ տուժվածի քարտը, եթե մեզ Ամերիկայից գումար են ուղարկում եւ $100, $200, եղել է $400, այդ դրա վրա մենք վիդեո աչոտ ենք ուղարկում, չեք ենք ուղարկում կամ էլ քարտի վրա գցում ենք, այդ չեկը ուղարկում ենք կամ սնունդ ենք առնում, չենք ենք ուղարկում, այդ վիդեոն էլ ումին ենք ուղարկել եւ իր հեռախոսը։ Այնպես որ այս նալոգների մասին եթե դուք հարց եք տալիս, դա տենց է։ Ինչ մնաց մեր ուրեմն Վանաձորի ռոլիկները, ուզում եմ աչոտ տամ մի քիչ, քանի որ ես ձմեռը ասեցի, որ մենք ուզում ենք 10 հատ հոլովակ նկարենք Վանաձորի համար։ Մենք հիմա նկարում ենք մեր ուժերով Լորի մարզին այդ բանաստեղծությունները եւ երգերը Աղբատ գյուղում նկարել ենք 5 հատ հոլովակ։ Հյուրանոցը մեզ տվել է մենակ տարածք եւ սնունդ, որտեղ մենք մնացել ենք եւ նկարել ենք դա գովազդ չի։ Իսկ մենք արդեն մեր ուժերով տվել ենք եւ կվադրակոպտերի գումարը եւ մոնտաժի գումարը եւ մենք մեր ուժերով տարածում ենք այդ վիդեոները։ Իսկ եթե մենք խոսում ենք Վանաձորի մասին, որպեսզի Վանաձորին աջակցենք եւ 10 հատ պրոմո նկարենք ուժեղ, դա շատ լուրջ գումարներ է եւ ես ձմեռ ասեցի, որ ես русские ասում են исключение, да, я сделаю исключение и сделаю сбор в поддержку Վանաձորը, мы соберем деньги, atենց ասեցի ձմեռ, եթե դուք հիշում եք, ասեցի, որ ես մի անգամ, հա, լավ, ուստուպքի կգնամ եւ իմ էջում կհավաքեմ այդ գումարները, որպեսզի մենք կվադրակոպտերի նկարանումների եւ մոնտաժի այդ ռոլիկների գումարները տանք Ակոբ Կարամֆիլյանին, մեր լավ ընկերին, բայց հիմա մի քիչ դժվարություն կա, բացատրեմ ինչու՞մն է դժվարությունը, քանի որ տարվա սկզբում նալոգովեն ինֆոյա տարածել, որ այն մարդիկ, ովքեր համացանցում աշխատում են, եթե իրանք ինչ որ գումար են ստանում, այսինքն եթե ես փող հավաքեմ Վանաձորի համար, ես պետքա դրանից նալոգ տամ նալոգովուն եւ դա պետքա ես նենց եմ հասկանում աչոտ գնա։ Դրա համար մենք հիմա կայացրել ենք այդ պատմությունը, հիմա մտածում ենք ոնց ենք մենք անելու, բայց ես հետաքրքրվել եմ բուղղալտերներով, ինչ հիմա չեմ հասկանում вообще դա ոնց է անվում։ Մեկը ասում է մի բան, մեկը ասում է ուրիշ բան, չես կարող հասկանալ։ Ու դրա համար ես մտածեցի, որ կայնացնենք դա, այսինքն ոչ թե կայնացնենք, չեք սկսել որ կայնացնենք, ուղղակի այն որ ես ասել եմ, որ Վանաձորի համար մեր 10 հատ ռոլիկ ենք նկարելու, հիմա դժվարություններ կա դրա հետ կապված, որ եթե դու գումար ես հավաքում, պետքա նալոգներ տաս, պետքա աչոտ տաս, ճիշտ ասած, ինձ համար սա գլխացավանք է, ես դրա համար էլ ոչ մի բան չեմ հավաքում, որպեսզի ոչ մի աչոտ էլ չտամ նալոգովն, հա, դրանք ովքեր ինձ օգնում են, մենք այդ ուժերով նկարում ենք մեր սյուժեները, մեր հայրենիքի մասին ցույց ենք տալիս դպրոցները, կառավարության անդամների հետ մարզերում դա նկարում ենք ու ցույց ենք տալիս, բայց ինչ մնաց գումար հավաքեմ, որ Վանաձորի համար հոլովակներ նկարեմ, ես հիմա ցավոք սրտի այդ թեման մի քիչ կայնացրել եմ, որ հասկանամ
вообще ոնց կարելի է դա անել, որպեսզի չմտնել այդ դաշտ, հա, այնպես որ կմտածենք ոնց է դա անելու, բայց հաստատ մինչ հիմա ինձ պատասխան չունեմ այդ նալոգովեն ինչքան պետք է տաս, ոնց պետք է տաս, ես տենց էլ չհասկացա մինչ հիմա։ Այս եթե այդ բանաձորի թեմայով եք խոսում, նա է, իսկ ինչ մնաց մեր սյուժեները, որ առավոտը երեկոյան ցույց ենք տալիս, մեզ ինչքան ուժ ունենք, մենք այնքան էլ ցույց ենք տալիս, մենք այս դրությամբ, այս դորությամբ նկարում ենք մենակ առավոտյան սյուժետները եւ նկարում ենք սյուժեներ հայտնի հայերի մասին, հա, կամ էլ համայնքների մասին տարբեր երկրներում եւ ստուդիայում մենք ձայն ենք, հա, գնում ենք ձայն ենք, мы записываем звук и уже дальше делаем монтаж. Կշարունակենք այդ գործը ինչքան հնարավոր լինի, մարտ ամսվա ընթացքում մենք ահագին գործ արդեն արեցինք եւ մարդկանց դուր եկավ, հույսով եմ, որ այդ գործը կշարունակի բերել այն արդյունքները, որը այս 6 տարում բերել է մեր բոլոր հետևորդների համար։ Ըստ ձևի շատ փոքր աչոտ ինձ թվում է կարևոր է մեկ-մեկ խոսալ հետևորդների հետ եւ թույլ տվեք մի քանի հատ նախադասություն ասեմ մեր Ռուսաստանի հայերին եւ Ղարաբաղցիներին եւ Հայաստանի հայերին, ովքեր իրանց տղաներին ուղարկել են պատերազմ, ես ուզում եմ շատ լուրջ տեղեկություն տամ ձեզ, որ ամեն օր ստանում եմ ահագին զանգեր Հայաստանից, Ղարաբաղցիներից, որ իրանց տղան անհայտ կորել է, որ գնացել է կռվի փողով, կոնտրակտնիկ է, անհայտ կորել է, ունենք տղերք, ովքեր օկտեմբեր ամսում օրինակ ջերմուկից այդ տղան օկտեմբեր ամսում զանգել է, որ տանում են իրան բոյ, ու վсё, դա վերջի զանգն է եղել, ու դրանից անհայտ կորել է։ Ու այդ զինվորական մասերը ոչ մի ձևի պատասխան չեն տալիս, հարգելիներս, տարածեք այս ինֆոն, որ պատերազմը չի վերջանալու։ Ես 6 ամիս առաջ ասեցի, չէ, որ Տրամպը որ եկել է, չի վերջանում պատերազմը։ Ու տեսեք, որ իմ ասածներս տենց էլ եղավ։ Շարունակվելու է պատերազմը, շարունակվելու է եւ ամեն օր մենք ահագին զոհվածի նկարներ ենք ստանում, տեղեկություններ ենք ստանում Հայաստանից, Ռուսաստանից, ահա որ վիճակում է հիմա այս կռվի պատմությունը եւ ցավը դրանում է, որ հայերը, ովքեր գնում են այդ պատերազմ, իրանք գիտեն, թե կարան իրանք վտարոյ լինիա գնան, տրեցի լինիա չեն գնալու, առաջի գիծ են ուղարկում, մանավանդ եթե դու հայ ես։ Բացի դրանից ինձ տեղեկությունն ունեմ, որ ահագին մարդկանց вообще սպանում են, իրանց պոչկիները վերցնում են, հա, ու վաճառում են շատ լուրջ գումարներով։ Ահագին ինձ ունեմ տենց ինֆորմացիա, հայերին սպանում են, որ իրանց պոչկիները վերցնեն։ Մանավանդ ասեմ, որ եթե այդ մարդը հայ ազգա, հայ է, աշխատում են հենց անել, որ սպանեն իրան, քանի որ ռուսների համար հայ չեռնաժոպ է, նույն ձևի կիրգիզներն է, այսինքն եթե դու ուրիշ ազգ ես, առաջինը քեզ են սպանում, առաջինը քեզ են գցում առաջի գիծ, այնտեղ ոչ մեկ ես, հա, կեղտոտ, հոտեր ընկած, շան կյանք, հա։ Ես պրոստը դիմում եմ բոլորիդ, հա, Հայաստանում այդքան գործ կա, ինչի համար եք դուք գնում դեղ։ Ինչի համար։ Այնտեղից ոչ մեկ սաղ սալամատ չի վերադառնում։ 4-րդ տարին է պատերազմը գնում, այս տարի լինելու է ավելի լուրջ պատերազմ, ավելի բեթար վիճակում եւ ես կուզեի ասել, որ օրինակ Հայաստանի ազգային ժողովը պետք է մի հատ օրենք անի, որ այն մարդիկ, ովքեր Հայաստանում դպրոց են կարդացել, իսկ կներեք, այստեղ դպրոց են գնում, մանկապարտեզ են գնում, ագին փող են ծախսում այս մարդկանց վրա, վերջում գնում են ոչ թե Հայաստանը պաշտպանեն, այլ Պուտինին պաշտպանեն, դեղ զոհվում են, ստացվում է, որ այդ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա մենք փող ենք ծախսել մանկապարտեզում, դպրոցում, բժշկության վրա փող ենք ծախսել, այս մարդու վրա, ինքը վերջում գնում է պաշտպանում է Պուտինին եւ Ռուսաստանին։ Եկեք հասկանանք, Հայաստանը պարտավոր է այդ ձևի մարդկանց մանկապարտեզում, դպրոցում, հա, փող տրանս վրա ծախսի։ Ինձ թվում է ոչ, ու սա պետք է օրենք ընդունվի Հայաստանում, որ այն մարդիկ, ովքեր գնում են ուրիշ տեղ պատերազմ անեն, միջդա ապրելով Հայաստանում, ծախսելով Հայաստանի Հանրապետության գումարները, իրանց վրա պետք է քրեական գործ բացել եւ կոնֆիսկացիա տալ սա իրանց տան տունը եւ իրանց ունեցվածքը. То есть у людей надо конфисковывать все за то, что они участвовали в боевых действиях в других странах. Это правильно, потому что նորից եմ կրկնում, մենք պարտավոր չենք դպրոցում կամ էլ մանկապարտեզում, հա, մեծացնենք մի հատ մարդ, ով Հայաստանի համար չկռվում, այլ ուրիշ երկրի համար։ Ես վստահ եմ, որ դուք համաձայն եք ինձ հետ, գրեք ձեր կարծիքները եւ բոլորիդ լավ օր։